Պաշտոնական այցելությամբ Լեհաստան գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն Վարշավայի մեջ հանդիպում ունեցավ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներուն հետ։ Վարչապետը հանդիպման ընթացքին անդրադարձավ Լեհաստան գդարած պաշտոնական այցի նպատակներուն եւ ակնկալիքներուն, ընդգծելով Հայաստանի եւ Լեհաստանի միջև հարաբերություններու շարունակական զարգացման եւ համագործակցության ընդլայնման կարեւորությունը։ Նիկոլ Փաշինյան Հայաստանի կառավարության առաջնահերթությունները ներկայացուց, խոսելով խաղաղության օրագարկի հարաճ մղման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիներու աբաշրջապակման, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերու մասին։ Վարչապետը նաև անդրադարձավ իրական Հայաստան գաղափարախոսության ներկայացնելով հիմնական սկզբունքները։ Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյան պատասխանեց ներկաներու հարցերուն, որոնք կվերաբերին Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայաստան-Լեհաստան համագործակցության հերանեկարներուն եւ այլ արդիական թեմաներու։ Հայաստանի կառավարությունը երկրեն ներսգործող ռուսական ռազմագայան փակելու ծրագիրներ չունի։ Լեհաստանի միջազգային հարաբերություններու ինստիտուտի մեջ օտարերկրյա տեսփաններուն, թիվանակետներուն եւ վերլուծական կենտրոններու ներկայացուցիչներուն հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, պատասխանելով ներկաները մեկուն հարցին, թե արդյոք Հայաստանի կառավարությունը պիտի թիմի Ռուսաստանին Գյումրիի մեջ ռուսական ռազմագայան փակելու հարցով։ Վարչապետը նաև այցելեց Լեհաստանի ասկային քրատարան, ուր պահված է Սկևրայի հայկական ավետարանը։ Ասկային քրատարանի մեջ մշտական ցուցադրության ներկայացված է Սկևրայի ավետարանը 1197 թվականի մակաղաթե ցերակիր Մատյանը, որուն նկարազարդումները կպատկանին Գրիգոր Սկևրացին, իսկ գիրքի պատվիրատուն եղած է Ներսես Լամբրոնացին։ Պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյան հանդիպում ունեցավ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։ Նախարարը քրարմամբ հայտնեց, որ հանդիպման ընթացքին քննարկած են տարածաշրջանային անվտանգության եւ գայունության, ինչպես նաեւ Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին եւ զարգացման հերանեկարներուն առնչվող հարցեր։ Կարևոր նկատեցի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը թիվանակիտական ջամփով լուծելու անհրաժեշտությունը։ Անդրադարձանք նաեւ Հայաստանի եւ Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին ընկերային ցանցերու իրեջին գրած է նախարարը։ Ավելի գանուխ պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյան հանդիպած էր Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանին հետ, անվերահաստատած է Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանի մեջ անվտանգության պահպանության անհրաժեշտության վերաբերյալ։ Սուրեն Բաբիկյան կարևոր նկատած է Իրանի շուրջ ստեղծված տնջույկը թիվանակիտական ջամփով լուծելու անհրաժեշտությունը։ Ժնևի մեջ Հայաստանի արտաքին գործոստ նախարարի տեղակալ Ռոբերտ Ափիսողոմյան հանդիպում ունեցավ Գարմիր Խաչմիջասկային գազམ་ագերբության փոխնախագահ Ժիլ Կարբոնիայի հետ, կհայտնեն Հայաստանի արտաքին գործոստ նախարարութենեն։ Զրուցակիցները ընդգծած են բոլոր մարդասիրական հարցերու լուծման կարևորությունը։ Այս պարունակի մեջ նշված է Բաքվի մեջ բահվող հայ անձերու խնդիրի հասցեակրության, ինչպես նաև անհայտ կորած անձերու ճակատագիրներու բարձրապանման եւ բռնի անհետացումներու թեփկերու բացահայտման անհրաժեշտությունը։ Հայաստանի արտաքին գործոստ նախարարի տեղակալ Ռոբերտ Ափիսողոմյան ընդգծած է նաև, որ Հայաստան հավատարիմ է իր որդեգրած կառուցողական քաղաքականության եւ պատրաստական է իր ավանդը ներցնելու միջազգային մարդասիրական նախաձեռնություններու մեջ, հավատացած ըլլալով, որ մարդասիրական հարցերու շուրջ համագործակցությունը պետք չէ քաղաքականացվի։ Վաշինգտոնի մեջ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության զինված ուժերու գազམ་ավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն։ Գահայտնեն Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփանատունեն։ Միջոցառման մասնակցած են Ամերիկայի մեջ հավատարմագրված տեսփանություններու ռազմական գծորդներ, պատերազմի քարտուղարության եւ Միացյալ Շտաբի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ամերիկա-Ուկրաինա բանակցություններու մասին հայտնենք, որ հանդիպման վայրը գրգին Ժնև է։ Ուկրաինայ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերախոսազրույց ունեցած է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին հետ։ Անոր խոսքով մասնակցած են նաև Թրամփի հատուկ բանակնած Ստիվ Ուիթկոֆ եւ Ջարեդ Քուշներ։ Զելենսկին հայտնած է, որ երագողում Ամերիկա-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները տեղի պիտի ունենան մարտի սկիզբը։ Իսկ հանդիպման տնտեսական փաստաթուղթերը պիտի պատրաստվին այսօր 26 փետրվարին Ուկրաինայ եւ Ամերիկայի միջև երկկողմ հանդիպման ժամանակ Reuters գահորտե, որ ուկրաինացի բանակցողները 5-շաբթի օր պիտի հանդիպին Ամերիկայի ներկայացուցիչներուն հետ քննարկելու պատերազմեն հետո վերագառուցման հարցերը Ռուսաստանի հետ մարտին սպասվող երագոմ բանակցություններու նոր փուլեն առաջ։
Ամերիկայի Միացյալ Նահանգները գծկդի Թեհրանի հետ գորիզային խնդիրի խաղաղ ղեկավարման, սակայն պատրաստ է գիրառել ռազմական ուժ, եթե թիվանակիդական ջանքերը ցախողին։ Fox News-ին տված հարցազրույցին մեջ ասաց է Ամերիկայի փոխնախագահ J.D. Vance. Իրան չի գնար գորիզային զենք ունենալ, կգարձեմ քերակույն առաջնորդ եւ անոր համագարկի բոլոր անդամները պետք է հասկանան այդ։ Մենք շատ հստակ եղած ենք եւ հույս ունենք, որ կգրնանք լավ լուծումի հասնել առանց զինվորականներու, բայց եթե մենք ստիպված լանք դիմել բանակին, նախագահ անկասկած ունի այդ լիազորությունը, նշած է Vance. Ատկի առաջ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ կոնգրեսի մեջ ունեցած ելույթին բնթած էր, որ Թեհրան հրթիռներ կմշակե, որոնք կրնան սպառնալ ինչպես Եվրոպային, այնպես էլ աբակային Ամերիկային։ Թեհրան հերքեց Վաշինգտոնի մեղադրանքները հայտարարելով, որ իր գորիզային ծրագիրները բացառապես խաղաղ նպատակ ունին եւ ամերիկյան բնդումները մեծ սուդեր են։ Միացյալ Նահանգներու պետական քարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարած է, որ Ուկրաինան գրծած է շուրջ 4 տարի թիմանալ Ռուսաստանի թեմ բادرազմին Ամերիկայի կողմեն Կիևին դրամատրած եւ վաճառած զենքերուն, ինչպես նաեւ ամերիկյան կողմի հետախուզական տվյալներուն եւ այլ աջակցության շնորհիվ։ Ամերիկայի պետական քարտուղարը նշած է, որ ռուս-ուկրաինական բادرազմը չի գտնար ռազմական լուծում ունենալ, ընդգծելով, որ գդարվող գործողությունները հսկայական վնաս կհասցնեն ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Ուկրաինա, որտեղ ամեն օր ավելի եւ ավելի շատ քանդումներ գլան, որոնց վերականգնման համար երկար դարիներ կբահանջվին։ Ամերիկայի պետական քարտուղարը նշած է, որ ամերիկյան կողմը մեծ ջանքեր կգործադրի հագամարտության դադրեցման նպատակով։ Կգարձեմ, որ մենք առաջընթաց արձանագրած ենք, բայց կգարձեմ նաև, որ որոշ խնդիրներ թեր կմնան, որոնք ցավոք շատ դժվար են, ասաց է ան։ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին բալադը ազգային ժողովը մերժած է վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի կառավարության անվստահություն հայտնելու երկու բանաձևերը։ Առաջին փաստաթուղթին հավանություն տված է 140 խորհրդարանական, երկրորդին 108-ը։ Բանաձևերու ընդունման համար կբահանջվեր 289 ցայն։ Անվստահություն հայտնելու մասին փաստաթուղթ ներկայացուցած էին ինտիմատիր խմբակցությունները, աջակողմյան ազգային միավորումը եւ ցախագողմյան անհնազանդ Ֆրանսան, ադով իսկ արտահայտելով իրենց անհամաձայնությունը ուժանույթի քաղաքականության բնակավարեն ներս կառավարության բազմամյա ծրագիրին, որը հրապարակվեցավ 13 հունվարին։ Կառավարության միջամտության արդյունքով չրամատագարարման ժամանակացույցի փոփոխություն պիտի չլա, թիմադեդրի էջին հայտնեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքներու նախարար Դավիթ Խուդատյան։ Վեոլա Չուրընկերության կողմեն հրապարակված ժամանակացույց եւ ադոր փոխանցությունը ըստ նախարարին խնդրահարույց կնահատվեցավ ոչ միայն քաղաքացիներեն շատերուն, այլև կառավարության կողմեն եւ արագ ձևով խորհրդակցության հրավիրեց բոլոր շահագրգիռ կառույցներու մասնակցությամբ։ Երևանի որոշ հասցեներուն մայիսեն պիտի սահմանվի չրամատագարարման 17 ժամվա ընտրություն։ Նախարարը հայտնեց տեղի ունեցավ քննարկում եւ որոշում կայացավ գասեցնել ժամանակացույցի գործողությունը։ Խնդիրը ձևակերպված է հրաչիկա երկու շաբթվան ընթացքին իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ, որոնց արդյունքով պիտի հրապարակվի 2024 եւ 2025 թվականներու նկատմամբ բարելավված չրամատագարարման ժամանակացույց։ Շարունակական աշխատանքներ կդարվին ինչպես գործող ենթակառուցվածքներու արտիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված չրախբյուրներու միջոցով Երևան մղվող ճուրի ծավալները ավելցնելու ուղղությամբ գրած է նախարարը։ Ցեզիադեր Անիսեյտունցյանը